Մինասյան, ձեր նախագիծը, ձեր նախագծով պետք է քրեական հետապնդում հարուցել Հովհաննես Քաջազնունու վրա, եւ Հովհաննես Քաջազնունին ասում է մեկ եկեք ինքնահայացմամբ զբաղվենք։ Ու դուք բան եք անում, դուք ասում եք չէ, դա մերը չի, հետո մեզ եք մեղադրում պատմական անցյալից հրաժարվելու համար։ Դուք երթական անգամ ուրանում եք Քաջազնունու եւ Դաշնակցությանը։ Կամ ասում է Հովելի Քաջազնունին, կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էին գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն են վարվել մեր հանդեպ։ Կարծես մի մեծ առաքինություն էր, մի մեծ քաջագործություն, որ ինքներս այնքան միամիտ ու անհեռատես ենք եղել, դրել ենք մեզ այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել տալ մեզ։ Ինչ է ասում Քաջազնունին, ասում է մեկ եկեք հասկանանք ոնց է այդ աղետը մեր հետ տեղի ունեցել, որ հետո անկարծ այդ նույն աղետը մեր հետ տեղի չունենա, եւ պատահականորեն ինքը այդ ինքնահայացումը անում է մի գրքում, որը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Եվ ես ավարտելով իմ ելույթը ուզում եմ ասել, որ այո, 100 տարի անց կրկին Դաշնակցությունը այլևս անելիք չունի, սիրելի հարգելի գործընկերներ։